Ուզում եմ եւս երկու հոգու խոսք տալ, մասնավորապես իհարկե ուղիղ բուն ապրիլի 24-ի միջոցառումների հետ կապ չունի, բայց այնուամենայնիվ մենք ունենք խնդիր գծանշումների իրականացնող ընկերության հետ, պարոն Հարությունյան, եւ որքան որ հասկանում եմ, մենք լուծել ենք պայմանագիրը, այսինքն չենք կնքել, թե կնքել ենք եւ ինչ ենք արել, ուզում եմ մի հատ ներկայացնեք այս հատվածը, որովհետեւ դուք էլ աշխատանք ունեք իրականացնելու հենց ապրիլի 24-ի հետ կապված։ Խնդրեմ քաղաքապետ մրցույթով հաղթած կազմակերպության կողմից ծառայությունների չմատուցելու արդյունքում եւ ոչ պատշաճ մատուցելու արդյունքում պայմանագիրը միակողմանի խզվել է։ Նշված պայմանագրի մասով ապահովումների մասով դիմվել է բանկ ապահովումները քաշելու համար, որպեսզի քաղաքապետարանին փոխանցվի, փոքր ծավալով շատ պայմանագիր է կնքվել նախորդ տարվա մատակարարի հետ, որպեսզի ապրիլի 24-ի գործընթացը կազմակերպվի, արդեն իսկ աշխատանքները սկսվել են, աշխատանքները իրականացվել է Իսակովի պողոտայում, մեծամասամբ կատարված են արդեն Մաշտոցի պողոտայում, Ծիծեռնակաբերդի խճուղում, առաջիկա օրերի ընթացքում աշխատանքները կշարունակվեն Բաղրամյան պողոտայում, Գևյան փողոցում, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ ամբողջությամբ պատրաստ լինի եւ պատշաճ վիճակը։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, նաև երաշխիք կար ենթադրում կցված, ինչքան էր երաշխիքի գումարի չափը։ Մոտ թիվը ասեմ 100 միլիոնից ավել էր։ 100 միլիոնից ավել։ Սա գիտեք կարևոր արձանագրում է եւ կարծում եմ այստեղ ինչի եմ այս թեմայով ուզում խոսել, որովհետեւ կարծում եմ, որ կարևոր է, որ տնտեսվարողները, ովքեր որ մասնակցում են մեր մրցույթներին, իրենց հաշիվ տան այս հարցերի լրջության վերաբերյալ եւ առհասարակ այդ սիրողական մակարդակում չմոտենան այս հարցերին, որովհետեւ դա ունենում է նաեւ ֆինանսական ծանր հետևանքներ։ Այսինքն այստեղ Երևանի քաղաքապետարանը էականորեն իր մոտեցումների ենթադրում ժամանակի ընթացքում փոխել է աշխատանքների որակի, ժամանակի հետ կապված եւ այս տեսակ բոլոր մրցույթներին մենք հորդորում ենք մասնակցել միմիայն այն դեպքում, երբ որ վստահ են տնտեսվարողը, որ ինքը ունի կարողությունը, գիտելիքը եւ ունակությունը այդ աշխատանքը իրականացնելու։ Եվ որովհետեւ ստացվում է, որ մենք նաեւ ժամանակային որոշակի կորուստ ունեցանք այս ընթացքում, որը որ Երևան քաղաքը իրեն թույլ տալ չի կարող եւ հետեւապես մենք բավականին կոշտ պետք է շարժվենք այս բոլոր դեպքերում։ Պարոն Պետոյան, դուք ինչ կասեք աշխատանքների մասով, այո, ապրիլի 24-ի։ Պարոն Ավինյան, այս պահին մենք էլ ենք մեր վարչականով աշխատանքներ կատարում, ընդեղ այդ մայթեզրին, որ կային այդ թուջե ծաղկամաններից մեկը շուռեր եկել, դա ենք վերականգնել, ամբողջ այդ կանգառասրահի մասով փոխվում են բոլոր եզրաքարերը, ինչպես նաև այսօր մի քիչ շատ ոնց որ գովազդեցի պարոն Բեկանի հողակը, բայց այնտեղ շատ գեղեցիկ կանաչապատվել է հենց Բրազիլիայի հրապարակը, այդ չնշեցինք, ինչպես նաև ապամոնտաժվել է մի հատ շատ մեծ հին գովազդային վահանակ եւ կարծում եմ այսքանը։ Հա, տեսանք ոնց որ վիդեոյի կադրերում այդ գովազդային վահանակը, շնորհակալ եմ, ոնց որ թե ընթացքը նորմալ է։ Շատ լավ, պարոն Արիյան, կարծում եմ նաև սույն թվականի մայիսի 3-ին արժի համապատասխան միջոցներ ձեռնարկել եւ Երևան քաղաքում համաքաղաքային շաբաթօրյա կազմակերպենք հանձնարարականը ձեզ, պարոն Արիյան, կարծում եմ ճիշտ ժամանակն է մի նման միջոցառում ունենալու համար։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։